Վերադարձանք գովազդից եւ ասենք, որ դեկտեմբերի 1-ը ձիահի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանը գտնվում է հիվանդության ցածր տարածվածության գոտում, սակայն այստեղ նույնպես ակտիվ պայքարում են վարակի կանխարգելման ուղղությամբ։ Օրվան ընթരാճ մեր տաղավարում է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի որակի կառավարման բաժնի ղեկավար Աննա Մերգելյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Աննա, եկեք սկսենք ամենասկզբից, ինչ է միաֆը եւ ինչ է ձիավը։ Ձիահը, մենք այստեղ շատ ունենք, երբ խառնում են այս երկու տերմինները, միավը դա մարդու իմունային անբավարարության վիրուսն է, իսկ ձիահը արդեն միավի առաջացրած հիվանդության վերջնային փուլն է։ Իսկ ինչպես է ընթանում հիվանդությունը։ Հիվանդությունը ունի շատ երկար ընթացք, եթե մենք վաղ չենք հայտնաբերում եւ բուժման չի գցվում պացիենտը, կարող է տարիներ շարունակ վիրուսը գտնվել մարդու օրգանիզմում, բայց չունենալ որևէ արտահայտում եւ շատ ուշ փուլում հայտնաբերվել եւ այդպես արդեն հիվանդության վերջնային փուլը հասցնել ձիահի, որը ինչպես նշեցի, ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշն է, որում արդեն մարդու իմունային համակարգը չի կարողանում պայքարել այլ հիվանդությունների դեմ։ Ինչ իրավիճակ է աշխարհում եւ առավել եւս Հայաստանում հիվանդության առումով։ Դուք ինքներդ շեշտեցիք հենց սկզբից, որ մեր երկիրը տարածվածությամբ համեմատաբար գտնվում է ցածր գոտում, այսինքն մենք ընդհանուր առմամբ մեծահասակ բնակչության շրջանում միավի տարածվածությունը 0.4% է մեր երկրում, եթե փորձենք համեմատականներ տանել, հա ամբողջ աշխարհում այս միջինը 0.7 է։ Իհարկե կան աֆրիկյան շատ երկրներ, որտեղ նույնիսկ կարող է հասնել 25%-ի այս հիվանդությունը, այսինքն յուրաքանչյուր 4-րդ մեծահասակ կարող է ունենալ վիրուսը։ Հայաստանում այս պահին մոտ 5000 միավով ապրող ունենք, տարեկան հայտնաբերելիությունը բավականին լավ վիճակում է, որովհետև մեր երկիրը ակտիվ աշխատանքներ է տանում նոր դեպքերի հայտնաբերման համար, կանխարգելման իհարկե մինչ այդ եւ վաղ հայտնաբերումն ենք փորձում ակտիվացնել, դրա համար շատ սկրինինգային ծրագրեր են իրականացվում, օրինակ կարևոր աշխատանքներից մեկը դա հղիների շրջանում միավի հետազոտություններն են եւ ոչ միայն մեկ անգամ, նաեւ հղիության ընթացքում 2 անգամ արդեն նախորդ տարի իրավական փոփոխություն ենք ունեցել եւ արդեն 30 շաբաթականում էլ հղիության անում ենք երկրորդ հետազոտությունը, ինչը բերում է վաղ հայտնաբերմանը եւ մորից երեխային վարակի փոխանցման կանխարգելմանը։ Կարծում եմ սխալ պատկերացումները, միֆերը շատ են այս հիվանդության շուրջ, արդյոք ունի բուժում հիվանդությունը, թե ոչ։ Այո, ամենաառաջին տարածված միֆը ու բացի միֆից շատերը նույնիսկ տեղեկություն չունեն այս մասին, որ այո, հիվանդությունը բուժվում է։ Եթե մենք կարողանում ենք հայտնաբերել վաղ, դա խթանում է, որպեսզի շատ ավելի հեշտությամբ կարողանանք կառավարել այս հիվանդությունը։ Բուժումը ամբողջ կյանքի համար է նախատեսված, պացիենտը պետք է գտնվի բժշկական հսկողության տակ եւ ամբողջ կյանքի ընթացքում ընդունի իր հակառետրովիրուսային բուժումը, որի շնորհիվ կարող ենք ասել, որ մարդը կարողանում է ունենալ լիարժեք կյանք, ապրել այնպես, ինչպես կապրեր առանց այս վիրուսի։ Մենք արդեն նշեցինք, որ դեկտեմբերի 1-ը ձիահի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանում ինչ միջոցառումներ են նախատեսվում։ Այո, այս օրը շատ հետաքրքիր է, ընտրվել է հենց դեկտեմբեր ամիսը, որը քաղաքական եւ հասարակական ավելի թեթև դեկտեմբերի սկիզբը, հենց թեթև շրջան է, որպեսզի կարողանանք բնակչությանը եւ նաեւ քաղաքասարակությանը տեղեկացնենք, ինֆորմացիա փոխանցենք այս հիվանդության մասին, կարևորության մասին եւ մի փոքր ամփոփենք մեր արված գործերը եւ անելիքները, փորձենք պլանավորել հաջորդ տարվա։ Այս տարի մեր ամենամեծ միջոցառումներից մեկը կլինի համախմբել բոլոր գործընկերներին, բոլոր բժիշկներին եւ հետաքրքրված անձանց մեր կենտրոնի շուրջ, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում դեկտեմբերի 1-ին գիտական կոնֆերանս է կազմակերպվել, որի շրջանակներում մենք կխոսենք միավի համատեքստում, նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող այլ վիրուսներից, հեպատիտներից, սիֆիլիսից, կխոսենք ազգային ծրագրերից, որոնք իրականացվում են այս հիվանդությունների դեմ պայքարում եւ կներկայացնենք մեր գործընկերներին, թե ինչ է իրականացրել մեր երկիրը այս բոլոր հիվանդությունների համար պայքարում։
Իսկ արդեն որի՞օրդ տարին է, որ շարունակաբար նման միջոցառումներ լինում են եւ արդյոք դուք տեսնում եք դրա արդյունքը թե ոչ։ Դեռևս 1988 թվականին Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ-ի առաջին դեպքը եւ այդ ժամանակահատվածից սկսած մեր երկիրը իդեմս ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Այս ոլորտը հաջողված ոլորտներից մեկն է, կարելի է ասել, համարել։ Շատ տարբեր միջոցառումներ են իրականացվում եւ մենք պայքարում ենք, որպեսզի մշտապես աշխատում ենք, որպեսզի կարողանանք ավելի հասանելի դարձնել ծառայությունները։ Տեսեք, ես նշեցի բուժումը, որը ամբողջ կյանքի համար է, բայց մեր երկիրը այդ կարելի ասել բեռը վերցրել է իր վրա եւ ամբողջությամբ ՄԻԱՎ-ի դիսպանսեր հսկողությունը անվճար է մեր երկրում։ Մենք տարիներ շարունակ քայլեր ենք ձեռնարկում, օրինակ այս վերջին տարում ամենամեծ հաջողություններից մեկը, որը արժի շեշտել, դա ծառայությունների ապակենտրոնացումն է։ Արդեն Շիրակի եւ Լոռու մարզում ունենք ուժ հաստատություններ, Գյումրու ԲԿ-ն եւ Վանաձորի ԲԿ-ն, որտեղ մատուցվում են ՄԻԱՎ ծառայություններ։ Սա մեծ քայլ է մեր կենտրոնի եւ երկրի կողմից, որպեսզի բուժումը, այն ամենօրյա բուժումը, որը մարդկանց համար կյանք արժի, հասցնել իրենց բնակության վայրին ավելի մոտ։ Աննա, ենթադրենք մարդը նախնական ինչից պետք է զգա, որ ունի որոշակի այսպես նախնական նշաններ եւ պարտադիր պետք է դիմի պոլիկլինիկա, գոնե առաջին հերթին հասկանալու համար արդյոք ունի այդ հիվանդությունը թե չէ, որոնք են որոշակի նշանները։ Եվ արդյոք օրինակ պոլիկլինիկաներում մենք ունենք հիվանդություններ, որոնք որ թե տղամարդկանց, թե կանանց պարագայում տարեկան պարտադիր կարող են մեկ անգամ ստուգվել հայտնաբերելու համար, ուշադրության կենտրոնում պահել։ Արդյոք ունենք որոշակի անալիզներ, որոնք կարող ենք թե ՄԻԱՎ-ի, թե ՁԻԱՀ-ի տարբերակում ունենալ հասկանալու համար, արդյոք մեզ չի սպառնում այդ հիվանդությունը։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, ամենաառաջին գործոնը, որի մարդը անհանգստանում է, երբ ինքը մտածում է, որ պետք է հետազոտվի, եթե հիվանդությունը փոխանցվում է հիմնականում 3 հիմնական փոխանցման ուղի ունի, սկսենք այստեղից, սեռական ճանապարհով, արյան միջոցով եւ մորից երեխային։ Եթե գոնե մեկ անպաշտպան սեռական հարաբերություն է ունեցել մարդը եւ ունի կասկածներ, դիմացինի կարգավիճակի վերաբերյալ կամ իր ռիսկային վարքագծի վերաբերյալ, պետք է հետազոտվի։ Այ կասկածներ, օրինակ ինչը կարող է կասկած առաջացնել։ Հիմա չենք խոսում ախտանիշների մասին, խոսում ենք զուտ վարքագծի մասին, եթե ունեցել է որևէ չպաշտպանված սեռական, արդեն վարքագիծ է եւ արդեն դա կասկած է, որպեսզի մարդը գնա եւ հետազոտվի։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որը ունի իր մասնաճյուղերը, եւ Ավանաճարյան 2 հասցեում եւ մեր ստացիոնար կլինիկայում Բաբաջանյան 42 հասցեում կարող են մոտենալ եւ անվճար պետական պատվերի շրջանակներում իհարկե հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ։ Բացի այս, նախ ասեմ, որ այս պահին գործում է մեր կենտրոնում ակցիա 4-ը 1-ում հետազոտություններ, մարդիկ կարող են ուղղակի մոտենալ առանց որևէ ինչ-որ հիմքի, կարելի ասել, եւ հետազոտվել ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի, հեպատիտ B-ի եւ սիֆիլիսի վերաբերյալ։ Սա եւս մեկ միջոցառում է մեր կողմից մարդկության բնակչությանը ոնց որ իրազեկելու եւ հրավիրելու, հետազոտվելու։ Բացի դրանից իհարկե կան կանխարգելման ծրագրեր առաջին օղակի ԱՊ օղակում, մարզային բոլոր բուժհաստատություններում, քաղաքային բուժհաստատություններում մենք ունենք աշխատանքային միգրանտների շրջանում իրականացվող կանխարգելման ծրագիր, իրենք համարվում են առավել վտանգի ենթարկվող խմբերից մեկը մեր երկրում եւ կարող են մոտենալ իրենց պոլիկլինիկա եւ հետազոտվել։ Իսկ արդյոք այդ թեստավորումը հասանելի ու մատչելի է մարդկանց համար։ Թեստավորումը արագ թեստերի միջոցով է հետազոտությունը իրականացնում, 15-20 րոպեի ընթացքում պատասխանը տրամադրվում է հետազոտվողին, բավականին ոնց որ մատչելի հետազոտություն։ Իսկ ինչպիսին է ՄԻԱՎ-ով ապրող մարդու կյանքը։ Սոցիումում իր դերը նորմալ է, թե ինչ-որ խնդիրներ կան հոգեբանական առումով։ Ցավոք սրտի, ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում նույնպես խարանի եւ խտրականության խնդիր ունենք։ Մենք հասարակության կողմից մի փոքր այդ տարբերակումը եւ հիվանդության մասին քիչ տեղեկացվածությունը բերում են նրան, որ մարդիկ ունենում են, չեն կարող բացառել, որ չկան այս խնդիրները, սակայն երկրում կան շատ էլի տարբեր ծրագրեր, որոնք օգնում են ընդգրկել
հիվանդություն ունեցող մարդկանց այս ծրագրերում մեր կենտրոնում մենք համագործակցում ենք հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրականացնում են խնամքի եւ աջակցության ծրագրեր, որտեղ հոգեբանական, սոցիալական, իրավաբանական աջակցություն է տրամադրվում ըստ անհրաժեշտության։ Դուք նշեցիք վարակման 3, հա, այսպես ճանապարհ, բայց մենք բոլորս գիտենք, որ կան նաև այլ ճանապարհներ, ենթադրենք նույն հիվանդանոցում կարելի է վարակվել, հա։ Այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։ Այլ ճանապարհներ չեն, այդ հիմնական 3 ճանապարհներից մեկն է արյան միջոցովը, որը չախտահանված գործիքների միջոցով հնարավոր վարակումն է։ Ասեմ, որ միավի առումով այս վարակման ուղին այդքան էլ էական նշանակություն չունի, քանի որ միավ վարակվելու համար պետք է տեսանելի արյան կաթիլ, որը եթե մենք պատշաճ ախտահանում ենք գործիքներ, իսկ մեր երկրում բավականին լավ վիճակում ենք, հա, գտնվում են բժշկական ծառայությունների մատուցման առումով, միավի վարակման ռիսկը նվազում է հասնելով գրեթե 0-ի։ Իսկ կանանց 99%-ը օգտվում է մատնահարդարման, ոտնահարդարման ծառայություններից եւ այս դեպքում արյան կաթիլ տեսնելը մոտավորապես 50%-ի չափով տեսանելի է լինում։ Արդյոք վերահսկվում է այս ամենը, թե ոչ։ Նույն սկզբունքով, հա, ինչպես նշեցի, միավի առումով այդքան էլ վտանգ չենք տեսնում այդ մատնահարդարման, ոտնահարդարման ծառայություններում, սակայն շատ կարևոր է այս տեսանկյունից հեպատիտ B վարակվելու ռիսկը, քանի որ հեպատիտ B-ով շատ նույնիսկ անտեսանելի արյան միջոցով հնարավոր է վարակվել։ Իհարկե ախտահանման գործընթացները ճիշտ եւ հստակ գրագետ կազմակերպելու դեպքում բացառվում են վարակումը։ Շնորհակալություն։ Հուսանք, որ ինչպես ի սկզբանե նշեցինք, Հայաստանի Հանրապետությունում չի ավելանա քանակը, այլ կլինի այդքան քիչ, որքան որ այսօր են տվյալները։